Արտադատության նախարարին Վրաստանի եւ նախարարությանը որպես մի սիմվոլ ինչպես ենք մենք գնահատում վրացական արտադատությունը եւ ընդհանրապես վրացական պետությունը։ Հռչակավոր վրացիներից մեկն է Լավրենտի Բերյան, որը մեր կարծիքով այն ինչ որ հիմա կատարում է Վրաստանում, մասնավորապես Վագն Ճախալյանի հետ կապված գործում, բան եւ նմանը 37 թվականի գործերի։ Մասնավորապես մարդուն զրկում են դատապաշտպանի իրավունքից, նորմալ թարգմանություն չի կատարում, քրեական գործը բացահայտ կեղծված է, ավելին ասեմ, որպեսզի այդ մարդու, այդ երիտասարդի կամքը կոտրվի, կիրառվում է մի խայտառակ ձև, մասնավորապես արգականներին, բարեկամներին, եղբորը, մորը, հորողբորը, բոլոր ազգուտակին ձերբակալում են, վախեցնում են եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ արտադատության մասին այստեղ կամ ընդհանրապես պետական մոտեցման այստեղ կա միայն հուլիգանական վերաբերմունք վրացական պետության կողմից, որի նպատակն է սարսափ եւ ահ տարածել Ջավախի, մասնավորապես Ակակալացի ժողովրդի միջեւ։ Նպատակը պարզ է։ Վախեցնել մարդկանց, սրկացնել, ստիպել լքել իրենց տները եւ վերքը եւ հասնել իրենց նպատակին։ Այլ բան, այլ մեկնաբանություն ուղղակի իմ կարծիքով հնարավոր չի պատկերացնել, որովհետեւ եթե մարդիկ հասնում են ազգուտակին ձերբակալելու եւ ճնշելու, տեսելու, վախեցնելու, հիմնակներին հարկային ուղարկելու եւ մնացած բոլոր վերական զինանոցին, ինձ թվում է հարցերը այլևս ոչ առաջանում։ Եվ դա է պատճառը, որ մենք ընտրել ենք Բերյայի նկարը, որպեսզի ներկայացնենք, նվիրենք Վրաստանի արտադատության նախարարին եւ մեր վերաբերմունքը արտահայտենք եւ կատարվող պրոցեսներին եւ նաեւ մեր հարգանքի տուրքը մատուցենք Վագն Ճախալյանին անձամբ, որը անկոնտրում իսկական մեծ հայ եւ հայրենասեր տղա է եւ պետք է ասենք, որ մենք իրան հիշում ենք, իրան չենք մոռանալու եւ հետամուտ ենք լինելու, որ իր գործը արդարապես կոչվի եւ վերանայել։